ապագայի որդիներ եւ դուստրեր, ես ձեզ եմ թողնում մի մեծ գանձ, գիրք եւ լեզուն։ Նրանք մեր ժողովրդի հոգին են, մեր հիշողությունը եւ մեր ուժը, այն ճշմարտությունը պահպանելու եւ տարածելու համար։ Ես Նարեկացին եմ։ Ես ձեզ եմ թողնում մաքուր հոգի, աղոթքի ուժ, մարդու իրական մեծությունը, նրա սրտի մեջ է։ Ամենամեծ ուժը բարի խոսքի, ներողամտության եւ սիրո մեջ է։ Եթե ձեր սրտում ապրի սերը, աշխարհը երբեք մտության մեջ չի մնա։ Ես Դա Վինչին եմ։ Ես ձեզ թողնում եմ ամենամեծ խորհուրդը՝ երբեք մի դադարեք հարցեր տալ։ Աշխարհը լիքն է գաղտնիքներով եւ յուրաքանչյուր հարց բացում է մի նոր դուռ դեպի գիտելիքի կախարդական աշխարհ։ Ես Մոցարտն եմ։ Երաժշտությունը այն լեզուն է, որ հասկանում են բոլորը։ Երբ հնչում է մեղեդին, մարդկանց սրտերը սկսում են խոսել իրար հետ։ Երբեք չկորցնեք ստեղծելու ուրախությունը։ Ես Տոլստոյն եմ։ Ես ձեզ թողնում եմ մի բարձ խորհուրդ՝ սիրեք կյանքը, մարդուն եւ ճշմարտությունը, ազնվությունը, ողորմատությունը, ճշմարտասիրությունը մարդու կյանքի ամենամեծ հարստությունն է։ Մի վախեցեք քննադատել ինքներդ ձեզ, սովորեք հասկանալ ուրիշներին եւ միշտ ձգտեք դեպի բարին։ Ես Չարլի Չապլինն եմ։ Ես ձեզ թողնում եմ մի բարձ խորհուրդ՝ ծիծաղեք, բայց մի մոռացեք հումորի ուժը։ Ծիծաղը կարող է մարդուն կանգնեցնել։ Երբ թվում է, թե ամեն ինչ կորած է, հիշեք, հումորը կարող է պատմել ճշմարտությունը, առանց վնասելու։ Մի վախեցեք ցույց տալ անմեղությունը, մարդասիրությունը, ներողամտությունը։ Աշխարհը փոխվում է այն մարդկանց շնորհիվ, ովքեր հավատում են լավին եւ չեն կորցնում իրենց սրտի պայծառությունը։ Ես Նյուտոնն եմ։ Միշտ հիշեք աշխարհը լի է օրենքներով եւ գաղտնիքներով, որոնք սպասում են ձեզ։ Հետաքրքրությամբ նայեք բնությանը։ Մեծ հայտնագործությունները ծնվում են համբերությունից, մտածողությունից, ուսումնասիրությունից։ Ես Անձնավորն եմ, ես ձեզ թողնում եմ իմ ամենամեծ գանձը, երազանքները ու սերը։ Հիշեք, կյանքը արժեքավոր է միայն այն դեպքում, երբ դուք սիրում եք ու ստեղծում արժեքներ։ Մի վախեցեք արտահայտել ձեր զգացմունքները, ձեզ հասանելի, ձեր իմացած ձևով։ Ձերը կարող է ընդլայնել սահմանները, միավորել մարդկանց ու լուսավորել աշխարհը, իսկ միասին դուք կարող եք ամեն ինչ եւ ձեր առջև բացվեն բոլոր փակ դռները։ Թիվ 11 հատուկ դպրոցի լուրեր լրատվականի տարեվերջյան ամփոփիչ թողարկումն է։ Ձեզ հետ Տաթև Գուրգենյանն է, բարև ձեզ։ Այս ուսումնական տարին եւս սկսվեց բուռն էմոցիաներով, հին ու նոր դեմքերով, անկեղծ ժպիտներով, նոր սաներով, կարոտած ու ջերմ հայացքներով։ Սեպտեմբեր ամսին նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման օրը։ Հոկտեմբերին ոսկեծամիկ աշնան գալուստը։ Իսկ հին տարվա ավարտին մեծ շուկով տոնեցինք նոր տարվա գալուստը։ Նոր 2026 թվականը սկսվեց հայոց բանակի եւ հայ զինվորի փառաբանմամբ։ Ապա նշեցինք լեզվի տոնը եւ թումանյանական օրերը։ Մարտը նշանավորվեց ջրի համաշխարհային օրվա նշմամբ։ Եվ կանանց միամսյակին նվիրված միջոցառումներով։ Ապրիլին նշվեց Քրիստոսի հարության տոնը, Սուրբ Զատիկը։ Իսկ մայիսին Համբարձման տոնը։ Անցկացվեց նաև համադպրոցական սպորտլանդիա,
որտեղ աշակերտներն ու ուսուցիչները փայլեցին իրենց վազելու կարողությամբ։ Ուսումնական տարին լի էր նաև արտադպրոցական միջոցառումներով։ Աշակերտները նախ այցելեցին երգիչ երգահան Արսեն Համբարյանին, ծանոթացան նրա ստեղծագործական ուղուն։ Ապա այցելեցին Երևանի կենդանաբանական այգի։ Տպավորություններն աննկարագրելի էին, երեխաները երջանիկ։ Քաղաքացու օրվան ընդառաջ այցելեցին Նուբարաշենի Սրբոց նահատակած եկեղեցի։ Երեխաները ստացան քահանայի օրհնությունը, որից հետո իրականացրին եկեղեցու բակի մաքրման աշխատանքներ։ Այցելեցին նաև Վարդանյան եղբայրների կրկես, մասնակից դառնալով կրկեսային անհավանական արկածներին։ Տարին ամփոփում ենք մեր սաների հրաժեշտի արարողությամբ։ Նրանց մաղթում ենք բարի երթ, իսկ ձեզ բարի հանգիստ։ Կհանդիպենք հաջորդ ուսումնական տարում։ Այս ամենի համար շնորհակալ ենք մեր դպրոցին եւ տնօրեն Անահիտ Ինգիվարյանին։ Ձեր հավատում ես թևեր է տվել, մերը է այստեղ ջերմության լծվել, մեր արարչույթի դարերը կվանեցել հավատալ ճանապարհան է, եղել եք փալով մեր ճանապարհին եւ ուզ եք եղել մեր բախի բան, դուք ուժ եք տվել եւ վհատվել եք եւ ուժ եք եղել եւ կոտրվել եք, մենք ընկույր բարին մեր լավ տնօրեն, մենք ձեզ կհիշենք, ուր է որ լինենք, երբեք չենք օգնում, անդադար կրկնենք, որ ամենաշատ հետ ձեզ ենք։ Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ասում էր. ամենակարևորը աչքին անտեսանելի է, փորձիր տեսնել սրտով, լսիր քո սրտին, եւ այն կտանի քեզ դեպի իրական երազանքներ։ Թող իրականանան մեր բոլոր երազանքները։ Չկա մի բան, որ հնարավոր չի հաղթահարել, երբ մարդը հավատում է իր սրտին եւ չի դադարում առաջ գնալ փոքր քայլելով։ Կյանքի իմաստը ոչ թե այն է, թե ինչ ես տանում, այլ այն, թե ինչ ես տալիս։ Երբ մարդը ապրում է հույսով եւ հավատով, նրա ճանապարհը ամենադժվարին պահին գցվում է լույսով, ասել է Լև Տոլստոյը։ Ռաբին Թագորը ասել է. եթե փակես դուռը բոլոր սխալների առաջ, ճշմարտությունն էլ կմնա դրսում։ Մի վախեցեք սխալվելու, չէ՞ որ դրանց միջոցով եք գտնելու ճիշտ ճանապարհը։ Ապագան ունի շատ դռներ, բայց բացվում են միայն նրանց առջև, ովքեր համարձակվում են թակել։ Ամենամութ գիշերից հետո արևը կրկին ծագում է եւ կյանքը սկսվում է նորից։ Thank you.